Ողջունում եմ բոլորին, ստուդիայում Լիլիթ Հարությունյանն է եւ իմ այսօրվա հյուրն է կլինիկական հոգեբան եւ հոգեթերապևտ Մարտին Մովսիսյանը։ Այսօր քննարկելու ենք մի բարդ, միևնույն ժամանակ շատ նուրբ թեմա։ Խոսելու ենք տագնապային խանգարումների մասին, որոնք առաջանում են մարիխուանա օգտագործելու հետևանքով։ Ողջույն Մարտին։ Բարև ձեզ։ Նորություն չէր, որ նաեւ կարող է առաջացնի որևէ փսիխոխանգարումներ, այդ թվում նաև տագնապային խանգարումներ։ Իմ 7 տարվա պրակտիկայում կդժվարանամ կոնկրետ թիվ ասել, բայց տարվա մեջ 5-ից 10 դեպք ունենում եմ մարդիկ հիմնականում ինձ դիմաց այցելուները, ոչ թե հաճախակի թմրանյութ օգտագործող մարդիկ են եղել, այլ եղել են մարդիկ, ովքեր որ կյանքի ինչ որ փուլում փորձարկել են, որ ծանր ու բացասական հետևանք է թողել, ընդհանուր նաև եղել են դեպքեր, աղջիկներ են եղել, 20 քանի տարեկան աղջիկ, ընկերուհիներով գնացել են Եվրոպա հանգստանալու, կան երկրներ, որտեղ որ լեգալիզացված է, օրինակ Նորվեգիայում թույլատրվում է շոկոլադներ, կոնֆետներ, հաշիշ, տարբեր տեսակի, Հոլանդիայում։ Եվ ինքը փորձ է ունեցել, կերել է այդ քաղցրը։ Հենց ես ուզում եի կներես, հենց դրա վրա շեշտը դնել, որ օգտագործման ոչ միայն ծխելու, քանի որ տարբեր օգտագործման միջոցներ կան, կարող է լինել շոկոլադ, թխվածք, որևէ այլ բան, ըմպելիք, իր դեպքում հենց շոկոլադ է եղել, կերել է այդ աղջիկը, չի իմացել, այսինքն ինքը, որ այդ տիպի դոզա է պարունակում, եւ կարճ ժամանակ անց ինքը սկսել է իրեն վատը զգալ, հիմա կփորձեմ թվարկել վատը զգալու սիմպտոմները, որպեսզի ավելի դիտորդի համար հասկանալի ու հասանելի լինի, թե ինչ է կատարվում։ Նույն սիմպտոմներն է սկսում մարդու մոտ, ինչ որ լինում է խուճապային գրոհների ժամանակ, գլխապտույտ, սրտխառնոց, շնչառությունը մակերեսային է, ձեռքերը ոտքերը թուլանում է, սառը քրտինք է, սառը քրտինքով է պատվում մարմինը, դող է սկսում, դերեալիզացիա, դեպերսոնալիզացիա, այսինքն ով եմ ես, որտեղ եմ գտնվում, տարածության մեջ չի կողմնորոշում, ունենում է մահվան վախ, ունենում է իրավիճակը կոնտրոլից դուրս գալու վախ, այսինքն ոնց որ մարդը ամբողջությամբ քանդվում է, իրեն թվում է թե անդառնալի վիճակ է, այլևս հետ չի գալու, մահանալու է, կարող է լացել, կարող է գոռալ, անպայման ասում է շտապ օգնություն կանչենք, այս լավագույն դեպքում, որոշ դեպքերում ինչ-ինչ պատճառներից ելնելով, օրինակ հենց մեկը չբռնվելու գործը ոստիկանության չհասնելու պատճառով երբեմն լինում է, որ լռում են կամ քողարկում են։ Ցավոք սրտի այս դեպքում նաև բացասական հետևանք կարող է լինել, կարող է մարդու մոտ, կարող է մարդու ուղղակի մահանալ դոզայի քանակից ելնելով, եթե ճիշտ օգնություն չցուցաբերեն։ Օգնության այդ, եթե ենթադրենք շուտ օգնություն ցուցաբերել, դա կօգնի որևէ ձև նվազեցնել հետագայում ռիսկերը։ Հիմա շարունակեմ, տեսեք, քանի որ նյութը օգտագործելուց ինքը կոպիտ ասած օրգանիզմը թունավորվում է, լինում են դեպքեր, որ կարիք է լինում, օրինակ, մաքրել օրգանիզմը սիստեմաներով եւ այլ ինչ-որ դեղորայքային միջոցներով, այսինքն հիվանդանոցային պայմաններում, բայց քանի որ ես հոգեթերապևտ եմ ու բժիշկ չեմ եւ ես այսօր շեշտը դնում եմ հետևանքը, եթե անգամ այդ պահին մարդուն կարողանում են առաջին օգնություն ցուցաբերել եւ ինչ որ ձևով հաղթահարում է այս խնդրի ֆիզիկական կողմը, այսինքն չի մահանում, կյանքին վտանգ այլևս չի սպառնում եւ ինչ որ մի կերպ մաքրում է օրգանիզմը։ Օրգանիզմը մաքրում են, ինքը սկսում է արդեն ոնց որ կոպիտ ասած տրամաբանորեն պետք է մարդը անցներ իր առօրյային, բայց այստեղ այս մարդու կյանքը բաժանվում է դոյի պոսլեի։ Ինչ հիմա ու սրանից հետո եւ մարդը ժամանակի ընթացքում որոշ օրեր անց հասկանում է, որ այս ապրումները չեն անցնում։ Կարծես նույնը լինի, որովհետեւ ինքը հոգետրավմա է ստացել։ Այսինքն ինքը առերեսվել է արտառոց դեպքի հետ, որտեղ իր կյանքին վտանգ է սպառնացել, մտածել է, որ խելագարվելու եմ, գժվելու եմ, կորցնելու եմ ունեցվածքս, հանրության կողմից լքված եմ լինելու։ Տեսեք, մարդը որոշ ժամանակ սկսում է, կարծես արդեն հարազատներն են նկատում, որ ունի տրամադրության անկում, հաճախ է մեկուսանում, ունի քնի խանգարում, ախորժակի խանգարում, արդեն տագնապային խանգարման սիմպտոմներն են թվարկում, տեսեք, սկզբից խուճապային պանիկ ատակայի սիմպտոմներն են, գրոհների սիմպտոմներն են, բայց երբ որ հետևանքը մնացել է, կոպիտ ասած աչքը տեսածից է վախենում։
Եղավ մի բան, որ արտառոց էր, որտեղ նա փորձառություն ունեցավ բացասական եւ այս հետևանքը մնում է հոգեկանում պահպանված։ Այսինքն հոգեկանը արդեն գերլարված ու իրավիճակում է հայտնվում ամբողջ ռեսուրսը մոբիլիզացնում է, որպեսզի խնդիրը լուծի, բայց մարմինը չի կարող խնդիրը լուծել, որովհետև խնդիրը հոգեբանական է։ Մարմինը այդ կոպիտ ասած ուղեղը չի հասկանում ինչ անի, որ անցնի այս իրավիճակը։ Ոնց որ այս այնքան ուժեղ ա եղել տրավմատիկ փորձառությունը, որ մարմինը չի կարողանում կոպիտ ասած ռեստարտ լինի կամ ինչ որ ձևով կարգավորի իրեն ու բերի բալանսի։ Կան մարդիկ, ովքեր որ կարողանում են, բայց կան մարդիկ, որ չեն կարողանում եւ որոշ ժամանակ ինքը իր հետ կռվելու հետ կապված պայքարելով փորձում է բոլոր իր իմացած եղանակներով լուծել խնդիրը ու չի ստացվում եւ մյուս կողմից ինքը քանի որ թե ամոթ թեմա է, թե անթույլատրելի թեմա է, թե ռիսկեր կան, որ կարող է գուցե ինձ բռնեն կամ բարեկամներիս մոտ, հարազատներիս մոտ խայտառակ լինեմ, չի դիմում ոչ մեկին։ Ու այս թեմայով շատ քիչ են խոսում առհասարակ, եթե դուք արտասահմանյան գրականություն էլ ուսումնասիրեք, իրանք խոսում են նյութերի, ալկոհոլի կախվածությունների մասին, այսինքն ադիկցիաների մասին, թե կախվածությունը ինչ է, ոնց է առաջանում։ Մենք այսօր դրա մասին չենք խոսում, որը որ էլի այս թեմային է վերաբերվում։ Մենք խոսում ենք այն մասին, որ անգամ եթե մարդը տևական ժամանակ օգտագործել է տարբեր տեսակի թմրյան նյութեր կամ նարկոտիկ նյութեր, բայց եղավ մի դեպք, որը որ տարբերվող եղավ, հա չէ կան, չէ, մարդիկ, որ դժբախտություն է տեղի ունենում իրենց կյանքում, հարազատի կորուստ են ունենում, ու այս սուքը ապրելու համար կամ դժվարությունը հաղթահարելու համար, ժողովրդական լեզվով ասած, մոռանալու համար փորձում են ինչ-որ նյութ օգտագործել, հենց նույն ալկոհոլն է, չէ։ Կան մարդիկ, ովքեր որ փորձ են ունենում մարիհուանա օգտագործելու։ Ու այս դեպքում, տեսեք, տրամաբանորեն ինքը մտածում է, որ պետք է ծխեմ թուլանամ, բայց ստրեսային իրավիճակում ծխում է, լրիվ հակառակ էֆեկտ է տալիս, այսինքն ավելի գերզգայուն է դառնում։ Ինքը ավելի սուր է ամեն ինչ սկսում ընկալել, ու իր տագնապը ավելի բարձրանում է։ Տագնապի շեմը արհեստականորեն բարձրանում է ու մարդը այլևս չի իմանում ինչ անի այս խնդրի հետ։ Մարտին հնարավոր է, որ մարդ ասենք փորձի, հետո իր մոտ ի հայտ գան սիմպտոմները, այնուամենայնիվ ինքը չհասկանա ինչի հետևանքով դա եղավ։ Հա, լինում են դեպքեր, որ մարդը մոռանում է կամ մտածում է, որ գուցե դա դրա հետ կապ չունի, որովհետև լինում է մարդու կյանքում ինչ որ ժամանակահատված, որ խառը իրադարձություններ են տեղի ունենում։ Ու քանի որ ինքը հոգեթերապևտ չի, ինքը կարող է չհասկանալ, բայց հազվադեպ է տենց լինում։ Հիմնականում, երբ որ այսպիսի արտառոց ճգնաժամային բարդ իրավիճակներ են լինում, մարդը ֆիքսում է, թե ոնց եղավ, երբ եղավ։ Եվ եղել են դեպքեր, որ իրանք դիմել են տագնապային խանգարումների խնդրով, հենց ի սկզբանե ինքը չի պատմել ինչ ա եղել։ Բայց հոգեթերապևտի աշխատանքը ինչ է։ Սիմպտոմը, տագնապը ոչ թե ես վերացնում եմ, այլ ուսումնասիրում ենք, հետազոտում ենք, այդտեղ բանալի հարցեր կա, կարող եք հիշել երբ է սկսել, երբանից եք դուք ձեզ վատ զգում, ասում են ենթադրենք մի տարի առաջ, օքեյ, մի տարի առաջ կարող է հիշեք ինչ ժամանակահատված էր, հա գարուն էր կամ հա ամառ էր, հուլիսներ, գնացել էինք այսինչ տեղը, ու կամանց ոնց որ հիշողությունն էլ է վերականգնվում, լինում է դեպքեր, որ կա, եթե ծանր է կարող է չվերականգնել։ Ու արդեն երբ որ քանի որ հոգեթերապևտի հետ արդեն վստահելի փոխհարաբերություն է ձևավորվել, նա համոզված է, որ այս ամեն ինչը կոնֆիդենցիալ է, որ ոչ մեկ այս մասին չի իմանալու, նա սկսում է կիսվել, թե ինչ է եղել։ Ընկերուներով գնացել էինք, կլուբ էինք գնացել արտերկրում, այնտեղ փորձեցի այսինչ բանը, դրանից հետո սկսել եմ վատ զգալ, բայց մտածել եմ կանցնի, բոլորը ասել են նորմալ է, բոլորիս հետ նման դեպք եղել է առաջին անգամ, բայց ցավոք ինձ մոտ չի անցել ու արդեն անցել է 6 ամիս, մի տարի եւ սրվում են իմ սիմպտոմները։ Կարող է նաեւ հետաքրքիր շատ պարադոքս է լինում, որ ենթադրենք եղել է գիշերվա ժամը 12:30 այս դեպքը։ Հա, սրվում է ամեն օր հենց ժամը գիշերվա 12:30 իր սիմպտոմը սրվում է, որովհետեւ հոգեկանում կա ժամացույց, ճշգրիտ ժամացույց, ինքը հիշում է մարմինն էլ է այդ հիշողությունը պահպանում 12:30 Ռեֆլեքսի նման, այսինքն խոճապային գրոհի սիմպտոմները սկսում են։ Ինքը ասում է, որ այս շաբաթ 4 անգամ ժամը 12:30 սիմպտոմները սկսել են, անց 45 արդեն շտապ օգնություն եմ կանչել, որովհետև անտանելի էր, որովհետև ես մտածում էի վերջ, հեսա մահանում եմ։ Իդեպ շտապ օգնությունը ինչ կարող է այդ դեպքում անել, ինչով կարող է։ Խոճապային գրոհների ժամանակ գալիս են մագնի B, ոնց որ տենց ինչ որ բաներ են սրսկում, թուլանում է սիմպտոմը ու գնում են։ Լավագույն դեպքում
որը որ արդեն հիմա արձանագրվում են, օրինակ ես ունեմ այցելուներ, որ շտապ օգնության բժիշկներն են հոգեթերապևտի համարը տվել կամ ուղղորդել, որ դու խոճապային գրոհներ ունես, սա բժշկի գործը չէ։ Շատ ողջունելի է, որ հիմա մեր բժիշկները սկսել են արդեն քաջ գիտակ լինել, այսինքն տարանջատել իրենց գործունեությունը հարակից մասնագիտություններից եւ իրենք չեն ասում գնա բժշկին ու իհարկե կան տագնապային խանգարման տեսակներ, որի ժամանակ ավելի հստակ համոզվելու համար կարիք կա բուժզննում անցնելու, որովհետև վահանագեղձի հետ կարող է խնդիր լինել։ Այսինքն ֆիզիկական զուտ ֆիզիկականը պետք է Սոմատիկ։ Սոմատիկը եթե արդեն հերքվում է, որ սոմատիկ խնդիր չունես, արդեն մենք գործ ունենք հոգեկանի հետ, հոգեկան ինչ-որ խանգարման հետ։ Հոգեբանին կամ հոգեթերապևտին այցելելու արդյունքում կարող են քչանալ այդ սիմպտոմները։ Ոչ թե քչանալ, տրամաբանորեն ինքը հենց անցնում է, դա աշխատանքը։ Տագնապային խանգարումները համարում են դառնալի խանգարումներ, այսինքն բուժելի։ Այստեղ արդեն կապ չունի։ Կարող են մարդ կարող է հետ գալ։ Այո, շատ լավ հարց եք տալիս, եկեք այստեղ ես տարանջատեմ, եթե նևրոտիկ խանգարում է առաջացել մարիխուանայի կամ թմրանյութի հետևանքով, լիովին կարող է վերականգնել։ Լինում են ցավալի դեպքեր, որտեղ որ նևրոտիկ խանգարում չի առաջանում, պսիխոտիկ խանգարում է առաջանում։ Ընկերներով տեղ են գնացել, ինչ որ թմրանյութ են օգտագործել կամ գուցեև մարիխուանա ու դրանից հետո մարդու հոգեկան ամբողջությամբ քանդվել է ու հետ չի վերադարձել ինքը այլևս, այսինքն ինքը իրականության հետ կոնտակտ չկա, հաճախ հանդիպող դեպքերից է, որ ամբողջ օրը մեկուսացած է, ոչ մեկի հետ չի շփվում, ինչ որ բան է գտնում, զբաղվում է դրանով, չի խոսում։ Ինձ թվում է նման օրինակներ շատ կան։ Գրեթե բոլորս ունենք այդպես մի քանի դեպք, որի մասին գիտենք ցավոք ագրեսիվ է դառնում։ Ինքը բռնկուն է, նյարդերի վրա է մարդը, ոնց որ sense գերզգայուն է։ Ինչ ասում ես, ինքը ոնց որ հարձակվում է, բղավում է, գոռում է, վիրավորում է։ Sense դեպքեր էլ ունենք։ Այդ խանգարումները ժողովրդական լեզվով ասած, որ ասում են օգտագործեց եւ տակը մնաց, այդ տակը մնալն է։ Տակը մնալը ուղղակի պետք է այստեղ տարանջատել տակը մնալը ինչ իմաստով։ Օրինակ իմ նկարագրած դեպքերում տագնապային խանգարման ժամանակ հենց այդ տվյալ մարդուն էլ է թվում, թե ինքը մնացել է տակը, բայց քանի դեռ ինքը այսպես մտածում է, վերլուծում է, իր մոտ առողջ խանգարում է, այսինքն նևրոտիկ խանգարումը հենց այդ է, որ իր քննադատական մտածողությունը առողջ է, երբ որ մարդը ասում է ես գժվել եմ, այդ մարդը չի գժվել, առողջ է, իսկ երբ որ մարդը պսիխոտիկ խանգարում է ունենում, ասում է ես առողջ եմ, բոլորը թե գժվել, այս աշխարհն է գժվել, ես առողջ եմ, ես չգիտեմ, Վարդան Մամիկոնյանն եմ, Ստիվ Ջոբսն եմ, դուք բոլորդ իմ բարին չկամեցողներն եք, մեկը մեկիդ հետ պայմանավորված եք, իմ դեմ ինչ որ բան եք ուզում անեք, sense բաներ է պատմում։ Հիմա վերադառնալով իմ հարցին, մենք կարող ենք ասել, որ նևրոտիկ խանգարումների դեպքում մարդ լիարժեք կարող է վերականգնվել, պսիխոտիկ խանգարումների դեպքում, ինչպես ասենք 50-50, հա? Եթե պսիխոտիկ խանգարում է, պսիխոտիկ խանգարումները անդառնալի են։ Այսինքն սիմպտոմները կարող են նվազել լինում է ռեմիսիա եւ ինտերմիսիա, այսինքն այդ մարդը ամբողջ կյանքում դեղորայք է օգտագործում, հոգեմետ դեղեր, արդեն հոգեբուժի հետ է աշխատանքը, ինքը միշտ պետք է օգտագործի դեղերը։ Եթե չի օգտագործում, իր մոտ ռեցիդիվ է լինում, այսինքն խանգարումը հետ է գալիս, ինքը իրականության հետ կապը կորում է, այստեղ արդեն կարող է ինքը վտանգ դառնալ իր անձի համար կամ սոցիումի համար, բարեկամների համար։ Դրա համար այս մարդիկ վերահսկվում են, գրանցված են։ Եկեք այդ պահն էլ շեշտենք, որ պարտադիր չի, որ մարդ ամիսներ շարունակ կամ տարիներ շարունակ օգտագործի։ Հնարավոր է դա լինի առաջին անգամ։ Չէ, ես ունեցել եմ այցելու, ով փորձ է ունեցել, ինչ որ երբ որ ինքը շրջագայում էր, արդեն տղամարդ։ Այն երկրներում որտեղ որ թույլատրելի է եղել, ինքը օգտագործել է, բայց եղել է դեպք, որը որ էլի ծանր հետևանք է թողել ու դրանից հետո ինքը երբեք չի օգտագործել, որովհետև արդեն այդ վախը ոնց որ ողջ մնալու ինստինկտը շատ ուժեղ է մարդու մոտ։ Երբ որ աչքը մի անգամ վախենում է, կան մարդիկ, որ էլի երբեք չեն օգտագործում։ Ընդհանրենք մարդ տևական ժամանակ օգտագործում է խոանան եւ չի եղել մի այսպիսի մի դեպք, որը տարբերվի եւ հստակ սիմպտոմներ լինեն, բայց այդ երկար օգտագործելը կարող է ունենալ հետևանք, չնայած նրա, որ մարդ ասենք օգտագործում է, հետո վերադառնում է իր իրականություն եւ լիարժեք կարողանում է
իրեն դրսևորել։ Էս այն հարցն է, որ մինչև այսօր կա վիճաբանություն, թե կանանչ թմրանյութը, որը որ բույս է, օգտակար է թե վնասակար է, ես չգիտեմ։ Մինչև այսօր շատերը քեզ փորձում են ապացուցել, որ վնասակար չի, դա քաղաքական է, այդպես են անում, որ մարդիկ չցանեն, չունենան, չօգտագործեն։ Հիմա նույնը կասեք Հոլանդիայում ոնց է որ թույլատրելի է։ Կալիֆոռնիայում Աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է, կասեք ոնց է որ այնտեղ թույլատրելի է։ Ես չգիտեմ, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Մարդը ծխել է, չգիտեմ, այնտեղ գրամների քանակ կա, ինչ որ չափեր կա, չէ՞, սովորաբար, որը որ դու առօրյայում կարաս շփոթես։ Ինքը գլխացավի դեղ չի, որ ասեն մի կոճակ խմում ես, օքեյ, կամ 1.5 կոճակից չմեռնես։ Այնտեղ կարող է ինչ որ խախտում անես, իհարկե մահվան ելք լինի։ Կամ հոգեկան խանգարման ելքեր լինեն արդեն, անգամ պսիխոզիկ։ Այդ ուղեղը չորացել մետաֆորայի փակագծերը, ասենք ուղեղը չորացել է այն մասին, որ ուղեղի վրա ինքը հենց բացասական հետևանք է թողնում, կոգնիտիվ ֆունկցիաները նվազում, ինչքան էլ որ ասում են ծխած ժամանակ մարդը ավելի ընդլայնված է մտածում, բայց փորձը ցույց է տալիս, որ լիքը դեպքեր կա, որ երբ որ մարդը տևական ժամանակ օգտագործել է, ծխել է, ինքը հիշողության խնդիր ունի, հաճախ մենք տեսնում ենք մտածողության խնդիր ունի, խոսքը դանդաղ է, շարժումները դանդաղ է, բայց սրան ինչ բացատրություն տանք։ Շատ պատկերավոր է ժողովրդական խոսքերը շատ պատկերավոր են։ Մարտին եզրափակելով այս թեման, եկեք կարևոր շեշտադրումներն անենք։ Մարիխուանա օգտագործելուց, նույնիսկ մի անգամ օգտագործելուց մարդ կարող է ձեռք բերել թե նևրոտիկ, թե պսիխոզիկ խանգարումներ։ Ես հետևյալը կասեմ, եթե մարդը ունի խնդիր, դժվարություն, բարդություն, կորուստ, նարկոտիկը, ալկոհոլը, խաղամոլությունը կործանման ամենակարճ ուղիներն են։ Եվ մի հատ էլ շեշտադրում, եթե որևէ մեկը նման փորձ ունեցել է եւ նկատում է իր մոտ նման հետևանքներ, որ ինքը անզոր է, ինքնուրույն փորձել պայքարել դրա հետ, երևի թե կարիք չկա, երևի ամենաճիշտ ճանապարհը դիմել մասնագետի, անկախ նրանից դա կլինի բժիշկ, հոգեբան, հոգեթերապևտ թե հոգեբույժ։ Ես դեմ չեմ, անգամ թող բժշկի էլ դիմեն, որովհետեւ օրգանական բուժզնումն էլ կարա այստեղ դեղ խաղա, որովհետեւ կարող է ֆունկցիոնալ խանգարում էլ լինի։ Ոչ թե հոգեկանի հետ կապված լինի միայն, այլ նաև օրգանիզմի ֆունկցիայի խանգարում կարող է լինել։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ իմ այսօրվա հյուրն էր կլինիկական հոգեբան եւ հոգեթերապևտ Մարտին Մովսիսյանը։